Պատվեջան ֆուտբոլ զոնում հյուրընկալել ենք Նարեկին Հակոբյան, ով մեզ մոտ արդեն որոշակի ժամանակ մարզվում է եւ մեր տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, ով մեծ ապագա է սպասվում։ Նարեկը մինչեւ այս հասցրել է արդեն մասնակցել Այաքսի հետ հավաքին եւ նաեւ այս պայն հանդիսանում է Juventus Հայաստան ակադեմիայի սան։ Ողջույն Նարեկ, ինչպե՞ս ես, ինչպե՞ս ես զգում։ Շատ լավ է, շատ ուրախ եմ Նարեկ ջան, ուզում եմ մի փոքր պատմես, թե ինչպես ես ֆուտբոլը ընտրել, ինչպես ես ֆուտբոլի գնացել։ Եզրափակչին Արգենտինա-Ֆրանսիա խաղին ես ոգեշնչվեցի եւ ուզեցի խաղալ ֆուտբոլ, ինչպես որ Մբապեն իր գոլը չեցրեց, ես նույնպես ուզեցի ընդունվել ֆուտբոլ, ասեցի հայրիկ, ես ուզում եմ ընդունել ֆուտբոլ։ Ու տենց սկսեց քո ֆուտբոլային ճանապարհը։ Շատ լավ է Նարեկ ջան, ես քո հետ մի որոշակի ժամանակ եմ արզվում եմ եւ տեսել եմ, որ դու ունես շատ տաղանդավոր ես, որ շատ լավ որակներ ունես, այդպես շարունակիր։ Ու նաև ուզում եմ մի փոքր պատմես, ինչպես էր Այաքսում, ինչ տպավորություններ ստացար։ Շատ լավ, այնտեղ շատ պրոֆեսիոնալ էր ամեն ինչ եւ այնտեղ սովորեցի թե պասեր, թե պաշտպանվել, թե եռանկյունի խաղալ եւ այլն։ Խնդրեմ պատմես նաև միջև այս որտեղ էիր մարզվում։ Մարզվում էի Ավանի ակադեմիայում եւ այնտեղից ես լիքը բաներ ձեռք բերեցի։ Նաև իհարկե մենք պետք է մի փոքր խոսենք Juventus-ի սելեկցիայի մասին, որ դու ընտրվել ես եւ պետք է քո հետագա ասեկն ապագա ֆուտբոլային գործունեությունը շարունակես Հայաստանում Juventus-ի ակադեմիայում։ Ինչպես այդպես ստացվեց եւ ինչ տպավորություններ ունեիր այդ։ Շատ լավ տպավորություն ունեի, որ ես արդեն հայրիկս ասեց, որ արդեն տեսա, որ Juventus-ում ընդունվել, այդ շատ ուրախացա, որ Juventus-ում ընդունվել, Juventus-ի ակադեմիա եւ ես ուզում եմ Juventus-ից լիքը լավ հաջողություններ ձեռք բերել եւ լիքը ֆուտբոլային հաջողություններ։ Հա, իսկ կարաս ասես ինձ, այ ո՞րն է քո բարձրագույն կետը, ո՞րն է քո նպատակը ֆուտբոլում։ Իմ նպատակը ես ուզում եմ ոսկե գնդակը նվաճել եւ համ ոսկե գնդակը եւ գոլերով շատ գոլ խփած լինեմ։ Երևի այդ ընթացքում անպայման պետք է Հայաստանի հավաքականում է խաղաս, չէ՞։ Այդ էլ է, չէ՞, մեծ նպատակ։ Անպայման դա էլ ունեցի քո առաջ, որպես մեծ նպատակ ու գնա այդ ճանապարհով, իսկ սիրած ակումբը ո՞րն է։ Ռեալ Մադրիդ։ Հա, հուսով եմ Juventus-ը խանդով չի վերաբերվի այդ ինֆորմացիային, բայց որ շատ լավ է, որ դու այդպես մեծ նպատակներ ունես եւ պետք է առաջ գնաս, աշխատես ամեն օր, հա, ամեն օր ցույց տաս քո որակները, ամեն օր ռեժիմ պահես ու նաեւ ես էլ խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր որ ֆուտբոլով են զբաղվում ու պրոֆեսիոնալ նպատակներ ունեն, անպայման ռեժիմ պահեք, անպայման ճիշտ սնվեք, շատ կարեւոր է։ Քեզ էլ Նարեկ ջան, ես մաղթում եմ մեծ